Այսօրվա մեր հյուրն էր 44-օրյա պատերազմի մասնակից Գարիկ Կարապետյան։ Եթե դուք էլ Արցախին 3 պատերազմներից որևէ մեկի մասնակից եք, ներքևում նշված կոնտակտային տվյալներով կապ հաստատեք եւ հյուրընկալվեք մեր տաղավարում։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան, TikTok-յան եւ Instagram-յան ալիքներին հաջորդ հաղորդումները բաց չթողնելու համար։ Շնորհակալություն։ Բարև նվիրյալների պատմության հաղորդաշարի հերթական հյուրն է Գարիկ Կարապետյանը։ Ողջունում ենք Գարիկ ջան։ Ողջույն Գարիկ ջան։ Ուրախ ենք, որ այսօր մեր տաղավարում ես։ Ինչպես ես ընդհանրապես։ Լավ, շնորհակալ եմ, որ հրավիրել եք, մեծ սիրով եկել եմ ու կցանկանամ զրուցենք։ Շատ լավ Գարիկ ջան, այ բայց մինչև հիմնական խոսակցության հասնելը, որ ասես ով ընդհանրապես ինչ մասնագիտություն ունես, ինչով ես զբաղվում, նոր անցնենք հիմնական խոսակցությանը։ Մասնագիտությամբ բժշկական ոլորտի ներկայացուցիչ եմ, դեռևս լիարժեք չեմ ավարտել, բայց մի տարուց ավել արդեն աշխատում եմ այդ ուղղությամբ, մասնավորապես առաջին շտաբ բժշկական օգնության ոլորտում։ Կարևոր տերերից է, որ զանգում են դու ես։ Այո, թե Երևանում, թե Երևանից դուրս եւ բացի մասնագիտականից նաև մինչև մասնագիտանալը ծառայել եմ մասնավորապես Սյունիքի մարզում, Սիսիանում ու Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ունեցել եմ իմ փոքր ներդրում։ Իսկ բանակ գնալուց առաջ ինչ տպավորություն ուներ բանակի մասին ու ինչքանով արդարացավ, ոնց կասես այդ ամեն ինչի մասին։ Նախ շատ գոհ եմ, որ ծառայել եմ, որովհետև բանակային կյանքը դա իմ համար անփոխարինելի կյանք է ու ինձ համար շատ ողջունել են այն մարդիկ, ով նույն կարծիքը ունեն բանակի ու հայրենիքի մասին, իսկ ինչ վերաբերվում է ընդհանուր ծառայությանը, էլի շատ գոհ եմ, շատ սիրել եմ Սիսիան քաղաքը, շատ հարգել եմ տեղաբնիկ ժողովրդին ու հիմայից հետո էլ, եթե կարողանամ մի բանով օգտակար լինել ձեզ մասին, կլինեմ։ Այ մասնագիտության բանակում ինչ ես եղել, միանգամից հիմնական զորամաս ես գնացել, թե ուսումնական զորամաս ևս ծառայել ես։ Ուսումնական զորամաս չեմ գնացել, միանգամից գնացել եմ տվյալ գունդը, որի ընթացքում եղել եմ հրաձիգ եւ նռնական հետորդի օգնական ու բժշկությամբ չեմ զբաղվել, որովհետև ծառայությունից հետո եմ շարունակել ուսումս ու այդ ընթացքում, երբ որ արդեն պատերազմի ժամանակ կրեցի վիրավորում եւ հոսպիտալացվեցի, շփվելով բժիշկների հետ, սիրելով իրենց աշխատանքը ու ես ինքս նույնպես փորձեցի ընտրել այդ մասնագիտությունը։ Բանակն ողջունել դեպի մասնագիտությունը։ Մինչև այդ կար, բայց չէի կողմնորոշում ընտրեմ թե չէ ու չընդունվելով գնացի բանակ, չդիմեցի ոչ մի տեղ, բայց այդ ամեն ինչի միջով անցնելուց հետո հասկացա, որ պիտի լինի ու եղավ։ Իսկ մինչև քո հիմնական հավելվել զինվորական կյանքին այդ փուլերը քո մոտ ոնց է ընթացել։ Բոլորս էլ գիտենք այդ տարածքները մի քիչ ավելի բարդ է ծառայության համար, թե եղանակային, թե ոնց անցել քո համար։ Այսպես ասեմ, քանի որ ես ծնունդով ցուրտ բնակավայրից եմ, ինձ համար եղանակի փոփոխությունը, մասնավորապես շոգից ցուրտ, ոչ թե չերևացել, չէ զգացվել, իսկ ինչ վերաբերում է հետևյալին, հարմարվելուն, ես անհարմար ոչինչ չեմ նկատել, մարդինքն է անհարմարավետություն ստեղծում, ինձ համար յուրաքանչյուր շրջապատ մարդու համար հարմար է, եթե ինքը կարողանա այնտեղ իրան գտնել, թե որպես ժամանակավոր, թե որպես մշտական։ Կոնկրետ իմ պարագայում ես ինձ առաջի օրից ժամանակավոր կարողացել եմ գտնել այնտեղ ու փառք Աստծո ոչ մի խնդիր չեմ ունեցել ոչ մեկի հետ, բոլորին համարելով ինձ եղբայր։ Սեպտեմբերի 27-ը իսկ ոնց է սկսել ձեր համար, ոնց եք իմացել, որ պատերազմ է։ Սեպտեմբերի 27-ի օրը ես օրապահ էի, հանգստյան օր էր, ոչ մեկս չէր պատկերացնի, որ ասենք միանգամից պետքա տագնապ տրվի ու
լինի այն ինչ որ լինում է։ Ու տագնապը եղավ, ամբողջ զորամասը հավաքվեց ու բարձրացանք Սիսիանի դիրքեր, այո։ Նու 10-12 օր հետո արդեն երբ որ մեզ փոխարինեցին, մենք գնացինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Այո, այնտեղ արդեն Հադրութ, Ֆիզուլի եւ այլն։ Հենց արդեն կպատմես ավելի մանրամասն ինչ ճանապարհ անցար կամ ամեն տեղում ինչ խնդիր ունեք ձեր առջև դրված։ Դե համեմատած Արցախին Հայաստանի սահմանը ավելի խաղաղ էր։ Հենց Սիսիանի դիրքերը։ Հա, նու ասենք Նախիջևանի սահմանն էր Սիսիանինը, ասենք ընդ Մեղրի, Սիսիան, Վայք, Կապան, իրանք բոլորը Արարատ հսկում են էլի Նախիջևանի սահմանը։ Իսկ երբ որ արդեն գնացի Արցախ, գնացինք ավելի ճիշտ մեր զորամասով, ընդ արդեն վիճակը այլ էր ու տեսանք այնպիսի բաներ, որ կյանքում պատկերացնել անգամ չլինի, շատ անգամ չես ուզում խոսես, որովհետև շատ անգամ ոչ բոլորը քեզ կարող են հասկանալ։ Բայց Արցախում առաջի կանգառը որտեղ եղել։ Սկզբից Հադրութ են գնացել, հետո Արդեն սեպտեմբերի վերջա, թե ավելի ուշ։ տեսեք 27-ին գնացել ենք Սիսիանի դիրքեր, հա։ 9-ին իջել ենք, շարժվել ենք դեպի Արցախ, հա։ Գնացել ենք, հա։ Ու այդպես Մարտունի, Հադրութ, հետո Վարանդա Ֆիզուլի էր կոչվում իրանց լեզվով։ Ուղղակի ես հայկական անուններ եմ էլի սիրում ասեմ Վարանդա ոչ թե Ֆիզուլի ու այդ ժամանակահատվածում դիրքեր եք պահում հատել։ Նու հա էլի դիրքերը ասենք մարտական գործողություններ կատարել, դիրքեր պահել, դիրքերը ուշադրություն դարձնել եւ շուրջ 6 օր այդ կարգավիճակում կոնկրետ օկտեմբերի 14-ի գիշերը թեժ կռիվ եղավ, բավականին ընկերներ կորցրեցինք, բավականին ընկերներ վիրավորվեցին ու բավականին ընկերներ անհետ են։ Ու 15-ին ստացվեց այնպես, որ մեր մեքենաներին էլ խփեցին, այսպես ասած, այդ թվում դժվեցի նաև ես։ Վիրավորում ստացար այդ բանի։ 14-ին ուղիղ մարտերի մեջ էիք, թե հեռան հարվածներով էին ձեզ խփում։ Դե, այսպես ասեմ, 14-ի գիշերը լույս 15-ի առավոտ նու խրամատավորված էինք, բոլորդ էլ գիտեք դա ինչ է նշանակում։ Աման մեջ էր էլի։ Հա, դե հեռահարի բան չկար։ Դե ոչ մի բան էլ հեռահար չէր կարելի ասել։ Ու 15-ի լույս առավոտից, որ արդեն մի քիչ խաղաղ էր համեմատաբար, երբ որ մենք անցանք մեր գործողություններին, այդ ժամանակից արդեն եղավ են ինչը որ նշեցի։ Թիրախային խոցումներ ունեցել եք, որ նռնական հետով օրինակ հարվածել ես, թե հիմնականում այդ ժամանակ նռնական հետով չես հասցրել հրաձգային Հիմնականում մեր մոտ հրաձգայինն էր։ Մենք ունեցել ենք նաև զինվոր, որ կարողացավ տանկի հարվածել թշնամու ֆագոտով։ Այո։ Իդեպ անունը Վալոդյա։ Շատ հպարտ եմ, որ ինքը Անկը խոցած։ Շատ հպարտ եմ, որ ինքը եղել է մեր զինակից ընկերը։ Այո, շատ ուրախ եմ իր կատարած աշխատանքի համար։ Համալրվածությունը իսկ Իգլայել ունեիք, ուղղաթիռ խոցումներ ունեցել եք։ Սենց ասեմ, ուրեմն հակաօդային պաշտպանության դասակը մի այլ տեղ էր տեղակայված։ Ունեցել ենք, զենքեր ունեցել ենք, բայց թե ինչքան են խփել, քանի հատ են խփել, չեմ հիշում։ Իսկ Հադրութից հետո արդեն որ ճանապարհը ձեզ բաժին հասավ։ Տեսեք, հիմնականում Վարանդան էր, հետո որ մենք արդեն տեղաշարժվել էինք, Հադրութում պետքա լինեինք արդեն, դրանից հետո մեր ոչինչ բաժին չհասավ, մեզ բաժին հասավ մենակ վիրավորումը ու շրջափակման մեջ ընկնելը։
որ կողմը ձեզ կառուցած շրջափակման մեջ Դեվիատի խաչմերուկի կողմերը։ Շատ անձնակազմով եք հայտնվել շրջափակման մեջ, ոնց է դասավորվում է դուրս գալը։ Այսպես ասեմ, որ հայտնվան կեսը արդեն վիրավոր էին։ Տեղաշարժվել է դժվար էր։ Հա, ու այդ ժամանակ ասենք այդքան վախենալի չէր շրջափակումը, ինչքան ջրի բացակայությունը, որ ամեն պա ծառալը քեզ խեղդում էր էլի, ու այդ ժամանակ դու սպասում էիր, որ միգուցե ջրի բացակայությունից կարող արդեն էլ չլինես, ոչ թե ինչ-որ մեկի հարվածներից, նու հնարավորություն էլ չկար ջուր հասցնելու, որովհետև յուրաքանչյուր մեքենա պայթեցնում էին, հետո հրաշքով դուրս եկան։ Վիրավորներին դուք եք օգնություն ցույց տվել։ Ես ինքս էլ եմ վիրավոր եղել, ինձ էլ են օգնություն ցույց տվել։ Ինչպես է ստացվել։ Հիմա Գոլայինին թե ես մեքենայի մեջ էի, մեքենան պայթեցին, կամաց, հա, Ուռալ։ ուր Ես ստացա ճակատվոստորի կոտրվածք, բախտս բերեց վիրակապ ունեի, ես էլ հասկանում էի բժշկությունից, ու շնորհակալ եմ իմ զինակից ընկերներից մեկին, Արամոյին, որ օգնեց ինձ վիրակապ դնել այդ ժամանակ, եւ բավականին, ասենք, մի քիչ էլի, մի քիչ ասեմ, թե բավականին ասեմ այդ վիճակին, որ համապատասխանի ապակինվելուց, հետո արդեն բան եղա էլի։ Դրությամբ ինչ վիճակում էր գտնվում մեր կողմը ու իրանց կողմը որտեղ էր մարդեր ընթանում։ Այսպես ասեմ, ուրեմն այդ ժամանակ մատաղից վիզուլի արդեն Իրանց վերահսկողությամբ։ հա, շատերը ասում էին արդեն գրավել են, բայց հիմնականում այդ օրվանից հետո խոսակցություն բարձրացավ, որ էլ շանս չկա էլի դիմակայելու մանավանդ մատաղիսում։ Շատ ողջունում եմ ընդերի մեր զինծառայակից ընկերներին, որ կարողացել են մինչև այդ գոնե պահել ենքան, ինչքան կարողացել են, իսկ հետո արդեն մեր իմ ու մեր զինծառայակից ընկերների վիրավորումից ու զոհվելուց հետո արդեն մնացածը եկան Հայաստան, ու դրանից հետո ոչ մի բան էլ չեմ իմացել, որտեղ ես ինքս տեղափոխվել եմ Ասեմ նրանց նոյեմբերի 9-ը, ոնց որ ասած, հոսպիտալում ես եղել։ հոկտեմբերի 15-ից հետո հոսպիտալում եմ եղել։ ինչ բուժօգնություն է ստացել արդեն հիվանդանոցում վիրավորված։ Հիմա քեզ խանգարում է կամ այդ վիրավորումը ինչ որ ձև։ Դե սկզբնական շրջանում սկզբից Մարտունի, Ղարաբաղի Մարտունու հոսպիտալ, նոր ֆորմա ստացա, հետո Ստեփանակերտի հոսպիտալ, Ասկոլկան հեռացրին, Բեկորը, Մեծ էր, հա։ բավականին, ու այնուհետև տեղափոխում եղավ Երևանի Մեդլայն հիվանդանոց, սիստեմաներ եւ այլն, որից հետո արդեն Մուրացյանի հոսպիտալ վիրահատություն։ Ինչու՞ որ ծառայությունը տրանսացիել ես, ապակինվելուց հետո վերադարձել ես։ Ապակինվելուց հետո չեմ վերադարձել, մնացել էր 4 ամիս, կուզեի վերադառնալ, բայց դե որոշողը ես չէի էլի։ Իսկ նոյեմբերի 9-ի շրջանում, երբ հոսպիտալում էիր, պայմանագրի հետ կապված տրամադրվածությունը կամ այդ լուրերը ինչպես ես ընդունել, ինչպես ես տարել։ Օրինակ ես այդ Նախատեսելիությունը։ Որտեղ գնալ թե չէ։ չէ, Ռազմական գործողությունների ընթացքից ելնելով պայմանագրի հետ։ Հա, կավարտվի թե չի ավարտվի։ Այսպես ասեմ, անկախ հանգամանքներից միշտ Աստծուն խնդրել եմ, որ ամեն ինչ լավ լինի, որովհետև ասենք փաստացի իրանք ունեին զենքեր, որը որ մենք չունեինք, իրանք ունեին զորքերի թվականակ, որը որ մենք չունեինք, այո, ճիշտ է, ասենք հայերի մարտական ոգին միշտ էլ ավելի բարձր է եղել, բայց էսի այնպիսի դեպքեր, որտեղ
քանակներ էր խոսում, միայն որակը չէր թե մարդկանց առումով, թե զենքերի առումով։ Բայց որ տեսնում էիր, ասենք իրանք օրեցօր շատանում են, օրեցօր գործընկերներ են ձեռք բերում եւ օրեցօր դրանից ավելի են իրանց հպարտացնում, չգիտեի, դու էլ չգիտեիր որն է ճիշտ, դրա համար միշտ ընտրում էիր էլի ասկա։ Արդեն հենց պայմանագիրը որ ստորագրվեց, ինչ զգացողություններ կար քո մեջ, ոնց ես իմացել էլի դրա մասին կա։ Ճիշտ ասած, ես լուրերով իմացա, Հենց այդ գիշերն ես իմացել, թե առավոտյան։ կարծեմ գիշերը, որովհետև ես չգիտեի կնել ինչ այդ ժամանակ, ու զգացողությունը այն է, որ ճիշտ է մեր հողերը հանձնվեցին, բայց գիտես, որ դրանից հետո գոնե ոնց բացատրեմ, Որ մարդկային կորուստներ չեն։ այո, եթե ասենք ավելի շուտ լիներ, եթե այսպես պետք է լիներ էլի չենք ունենային կան, որ կան ունեցանք, ըստիս էլի, հիմա։ Մարդկային կորուստները շատ մեծ են, հիմնական երկու ուղղությունները հատկապես ջրականի ու մարտավիսի ուղղությամբ, որտեղ ահռելի զոհեր են ունեցել, որտեղ հակառակորդը հենց այդ ուղղությամբ էր պլանավորել, որ Հատկապես ջրական։ ամենաշատը ջրականում են ունեցել զոհեր, հետո երկրորդը երևի մարտավիսում, հիմնական ուղղությունները դրանք են։ Իսկ պատերազմական դրվագներից ինչ հիշողություն ես, որը միշտ քեզ հենց ուղեկցում է, հենց մի հատ առանձնահատուկ հիշողություն կա քո մեջ Մնացել է հիշողությանս մեջ, ուրեմն ես իմ զինծառայակից ընկերներից Ենգոյան Արմենին միշտ հիշելու եմ աղթիկից, քանի որ այդ ժամանակահատվածում ինքը ինձ վիրավոր ժամանակ ջուր էր խմեցնում ու դա ինձ համար մեծ բան էր։ Այնուհետև ունեի շատ հարազատ մարդ, որոշել որպես եղբայր, ինքը այդ օրը զոհվեց, ես վիրավոր ժամանակ դաժե իրան էի փնտրում ու չէի գտնում ու հետո իմացա, որ զոհվել է։ Ով էր։ Մեր հերոսներից մեկը Գրիգոր Դավթյան, ինքը այդ օրը զոհվեց մեր երջանկայի շատակ եղբայրների հետ միասին։ Հոկտեմբերի 14-ին, հա։ 15-ին, 15-ին։ 5-10։ Առավոտյան։ Ցերեկ։ երեկո։ Ու հիշողություններ շատ կան, ասենք, մինչ վիրավորում կրելն էր, ասենք, այն մի բանը, որ խրամատավորված ես ու չգիտես էլ երբևիցե տուն կգնաս թե չէ, հարազատներին կտենաս թե չէ։ Կապ ստացել է բահել գործողությունների ընթացքում Արցախից ընտանիքի անդամների հետ զանգեր ունեցել ես։ Կոնկրետ ես չէ։ Ու մի շաբաթ տան հետ չեմ հաղորդակցվել։ Ու ես ֆակտ գիտեի էլի, որ ամեն ինչ կան մտածեն տնեցիկ, անկախ հանգամանքներից, բայց դե հնարավորություն չկար։ Ավելի ճիշտ կար, եթե շատ ուզեիր, բայց չէի անում ինչի, որովհետև ես գիտեի, որ դա միացնելուց իրանք կարան գաղտնալսեն ու մեր տեղն իմանան ու դրանով ոքինչ ասեմ համից, հանի մեր տեղած մարդկանց։ Ու ես որպեսի չգնամ այդ քայլին, չէի հաղորդակցում տնեցիկի հետ։ Վիրավորվելուց հետո ինչպես է ստացվել, որ իրենք իմացել են, որ վիրավորվել։ Ես ինքս եմ ասել։ Ես չեմ թողել որևէ մեկն ասի, ես ինքս եմ ասել, նախորդ տրամադրել եմ այն ինչին, որ պետք է ասեի, ու հետո ասել եմ։ Բժշկի սարքն։ Դե, ասենք, բոլորը ծանոթ են բնավորությանը, ու իրան գիտեն, որ անկախ հանգամանքներից պետք է իրենց պայեն այնպես, ինչպես որ ինձ պետք է դուր։ Այ արդեն այս ամեն ինչի մեջով անցած մարդկայնական
կյանքում թե պատերազմի դու օրինակ ինչ գործ կասեն մարդկանց, որ դեռ չեն ծառել ու առավելևս պատերազմի մեջ չեն ընկել, ասած չանի որ լինի տենց բան, բայց ոնց իրենց դրսևորեն քո ոնց որ ասած տեսած կարծիքը։ Ես այսպես ասեմ, շատ լավ հարց է, շնորհակալություն։ Ուրեմն մեզ հայ պատանի տղաներին, ովքեր որ դեռևս պետք է գնան բանակ, ովքեր որ հիմնականում 16-ից բարձր են ու կարող են ընկալեն այն ինչը որ պետք է ասեն, բաղկացած է մի քանի կետից, իհարկե դա յուրաքանչյուրի սեփական կարծիքն է ու իմ ասածը կարող լինի որպես խորհուրդ, կարող ընդունեն, կարող չընդունեն, բայց իմ ասածը այն է, որ յուրաքանչյուրը պետք է իր դիմացինին սիրի, որովհետև դու չգիտես որ գնացիր բանակ ում հետ ես ծառայելու և դու չգիտես թե ում հետ ես գնալու կռիվ ու ինչ-որ մեկի հետ կարող է անդադ վիճես, ինչ-որ մեկից անդադ քեն պահես ու վաղ մյուս օրը կռիվ լինի և տվյալ մարդը քո կյանքը այնպես փրկի, որ դու ողջ կյանքդ քեզ ներել չկարողանաս։ Դրա համար ուզում եմ, որ ամեն ինչ ի սկզբանե տրվի ու այդ ի սկզբանեի տեղը թող սեր տրվի ու ամեն ինչ առաջնորդվի սիրելով, որովհետև մի բանի գլխավոր գագաթնակետը եթե լինում է սերը, ուրեմն ամեն ինչ գնում է ճիշտ հատկության վրա ու ոչ միայն իմ վերած օրինակը, բազում օրինակներ ևս։ Ի վերջո մենք հայ ենք ու ասենք փողոցում իրար տեսնելուց որ ախպերս ենք ասում, եթե պետք է ախպերս ասենք ու իրարից չեն պահենք, ուրեմն եկեք չասենք, ենք ասում։ Պետք չէ ձևականության հետևից ընկնել։ Այլևս բովանդակություն է։ Այն յուրաքանչյուր մարդ իր գործողություններով է, իր ասացվածություն։ Եթե հիմա ես ինչ-որ մեկին ասեմ ախպերս ու գնամ իր հետևից բան բասեմ, ես դա իմ մասին եմ բան բասում, իր մասին չեմ բան բասում։ Դրա համար մարդկանց մեջ պետք է դիմացինի հանդեպ ունեցած սերը շատանա, իսկ եթե չկա պետք է լինի ու շատ լինի, որ ասենք թե մինչև բանակ գնալը, թե բանակ գնալուց հետո, թե բանակից հետո, բայց հատկապես բանակի ընթացքում, երբ որ դու ընկերոջդ հանդեպ սեր ես ունենում, բանակի ընկեր էդի ուրիշ շարժիկ է, բանակի ընկեր էդի ընկեր է, եթե ասենք մի մարդու հետ մենակով դու դիրք ես պահում, եթե մի մարդու հետ դու մենակով զոհաբերության ես գնում, ոչ բան չես խնայում ու այդպես մի երկու տարի իրանց է լավ ընկերով դերես կարող ես գտնել։ Փորձված ընկերություն է։ Ու ես գիտեմ նմանատիպ ընկերներ, հիմա արդեն 70 տարեկան, որ 50 տարվա ընկերներ են, բայց ընկեր ու ընկեր չեն բաժակի կամ սեղանների։ Ու ողջունում եմ նաև այն մարդկանց, այն տղաներին, ովքեր և քարոզյա պատերազմին են մասնակցել, և 44-օրյա պատերազմի իրենց կամքով հելան գնացին կռիվ։ Ճանաչում եմ նման մարդկանց իմ շրջապատում ևս, իմ համար, եթե կա լավ տղա հասկացողություն, իրանք ոչ թե լավն են, այլ լավից էլ լավն են, որտեղ եթե նման մարդիկ չգնային, հաստատ հիմա վիճակի չէր լինի, պես ինչպես որ կա, այո։ Այսօրվա հաղորդումը կուզենայի մեջ բերել Գարեգին Նժդեի խոսքերից։ Հայրենիքը ապրում է հայրենասիրության և կործանվում է դրա պակասից։ Շնորհակալություն մեզ դիտելու համար։